պատվարժան դատարան կարծում եմ առավել քան հստակ գործընկերները ներկայացրեցին, կարծում եմ դրսևորած վարքագիծը Իգոր Սարգսյանի առավել քան բավարար է, որպեսզի վերջինիս նկատմամբ կիրառվի այլ խափանմամիջոց, մենք փաստացի քննարկման առարկա ենք դարձնում կալանքի պահպանման կամ ավելի նվազ խափանմամիջոցի կիրառման հարցը, քանի որ տնային կալանքի եւ կալանքի իրավական ռեժիմները փաստացի ընթացակարգային տեսանկյունից, իրավունքի միջամտության տեսանկյունից նույնական եւ փաստացի գործ ունենք նման տևական ինտենսիվ խափանման միջոցի հետ զուգահեռաբար անձի բացառապես դրսևորած պատշաճ վարքագծի հետ։ Պատվարժան դատարան կարծում եմ նաև մեկ առանձնահատկություն էլ կա, ի վերջո Իգոր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը ուղղակիորեն բախվում է վերջինիս քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների իրացմանը եւ այդ կառուցակարգերի արգելափակումից զերծ մնալու տեսանկյունից։ Ի վերջո Իգոր Սարգսյանի անձը բնութագրող տվյալները հայտնի են, վերջինիս կարգավիճակն էլ տարիների ընթացքում իրականացրած գործունեությունը եւս Եվ այդ թվում նաև հենց ներկայումս իր կարգավիճակը դատարանին կրկին անգամ բացահայտված։ Պատվարժան դատարան կարծում եմ իսկապես նաև ելնելով այն հանգամանքից, որ շուրջ 3 ամիս առաջ դատարանի կողմից կիրառվել էր ինտենսիվ խափանման միջոց տնային կալանքը, այն համակցվել էր նաև գրավը որպես խափանման միջոց կիրառելով, նման դեպքերում ակնհայտ է, որ անկախ գրավի չափից, բայց ժամանակի ընթացքում բնականաբար դրա ինտենսիվությունն էլ է նվազում, հիմա 3 ամիս անց է։ Գտնվում ենք նախնական դատալսումների փուլում, դատարանը իր դիրքորոշումը արտահայտեց, որ գտնում է, որ ջանասիրության տեսանկյունից պարտականությունը հաղթահարվել է։ Դե եթե պարտականությունը հաղթահարվել է, բացասական հետևանք չպետք է կրի Իգոր Սարգսյանը։ Ես առնվազն նկատեցի, որ իր պաշտպաններից եւ ոչ էլ իր կողմից պայմանականորեն գրավի չափի նվազեցման հարց չներկայացվեց, բայց մյուս կողմից ստացվում է ակնհայտ է, որ եթե խափանման միջոցը փոփոխվի, Եվ այն գրավը, որը 3 ամիս առաջ կիրառվել է տնային կալանքի հետ համակցված, որոշակի իմաստով կրկին ինտենսիվության համաչափության տեսանկյունից մոտեցում է դրսևորվելու։ Եվ ես չեմ պատկերացնում օրինակ վարչական հսկողությունը համակցված այն նույն գրավի հետ, որը կիրառված եղել է, ինչով ի զորու չի լինի ապահովելու պատշաճ վարքագիծը։ Դուք պատվարժան դատարան այլ սույն գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցներով տեսել եք, որ իզորու են ավելի մեղմ խափանման միջոցները պատշաճ վարքագիծ ապահովելու։ Ուղղակի Իգոր Սարգսյանի դեպքում կա եւս մեկ առանձնահատկություն, խորին հարգանքով ոստիկանության ծառայողների նկատմամբ, բայց վերջինիս դատական նիստին ներկայությունն ապահովելը մշտապես դժվարություն է ենթարկում։ Բայց կարծում եմ այդ դատարանը նաեւ Իգոր Սարգսյանի դրսևորած վարքագծից դեռևս 2025 թվականի օգոստոսի ամսից ակնհայտորեն նկատել է վերջինիս թե կարգապահությունը, թե պատշաճ վարքագիծը, թե փուդաճանությունը եւ թե իր դատավարական պարտականությունների կատարման նկատմամբ բծախնդրությունը։ Այս իմաստով ինչով պետք է տնային կալանքը որպես խափանման միջոց լինի համաչափ։ Չի կարող այդպես լինել պատվարժան դատարան։ Եվ իսկապես ես չեմ ուզում որևէ կերպ այսպես ասած այս մեր իրավական ճակերտներում գործընթացը նսեմացնել, բայց ամեն դեպքում Արթուր Սարգսյանի կանխատեսումը իսկապես հույս ունեմ, որ իրականության հետ առնչություն չի ունենա։ Շնորհակալ եմ։